Աշնանային օրերն արդեն սկսել են ցրտել։ Անցած գիշեր Նինոծմինդայում գրանցվեց օդի շատ ցածր ջերմաստիճան, իսկ Նինոծմինդայում կարտոֆիլի բերքի մի մասը դեռ դրսում է։ Մերկահավաքը մեր տարածաշրջանում տևում է բավականին երկար։ Նինոծմինդան համարվում է գյուղատնտեսական շրջան եւ ապրուստի միջոցը հողագործությունն ու անասնապահությունն է։ Կարտոֆիլի բերքը կարելի է ասել այս տարի առատ է, քանդված է մոտավորապես 70%-ը, 30%-ն էլ եթե եղանակները նորմալ եղնի, էլի ժողովուրդը քանդեգա։ Ծախսերը նորմալ են, մարդիկ որ դժգոհին բենզինը թանկ է, սալյարքան թանկ է, բենզինը թանկ է, կարտոֆիլն է թանկ։ Եթե մարդիկ դժգոհին չցանելը ձեռք կտա, չցանելը вообще ձեռք չի տա։ Ինչը կայնաս գյուղ կաբրիս ու չցանես։ Հնարավոր չէ չցանել։ Իրենց տանջանքին համեմատ կյաները նորմալ է։ Չցանես ինչով ապրիս, ինչը ապրիս, ուրիշ գործ չկա, ուրիշ աշխատանք չկա։ Ըստ մենակ այդ բիզնեսն է, որ մարդիկ այդ բիզնեսը կներդանեն գյուղատնտեսական ճանապարհներով իրենց օրվա ապրուստը հայթայթին գա։ Ուրիշ ինչ գործ կա, որ ասենք այդ չցանեն ուրիշ գործով զբաղվին, հնարավոր չէ։ Սալյարքան թանկ է, բենզինը թանկ է, կարինա է թանկ, կարտոֆիլն է թանկ։ Նոր տարուց հետո կարտոֆիլը գետնի 1 լարի ու կես, 2 լարի, կարին գետնի 1 լարի։ Կան գյուղեր, որտեղ կարտոֆիլի բերքը այդքան էլ առատ չէ։ Այն պայմանավորված է եղանակային պայմաններից։ Ինչպես նշեց Դիլիփի բնակիչ Գյորգի Բարսեղյանը, անձրևների բացակայության պատճառով այս տարի բերք չկա։ 4 գրադուս մороз էր։ Վնաս չկա, ինչ կրնային է։ 10 սոտ ցանել է, ամսու 4-ին պերզել է։ Իշխեր այս տարվա բերքը։ Այս տարի բերք չկա քարտոլի։ Բանի ժամանակ, քարտոլի ժամանակ անձրևներ չկան։ Մեր մոտ ջուր չունեն կորչերենք։ Դիլիփու ջուրը սաղ երկրով տանեմ, մեր կեղը չկա ջուր։ Համար քանակ կա, մանդր, խոզը կարտոլ։ 10 սոտ տոնամ քարտոլ է չել է խոշոր։ Մեկ էլ սաղ անասունի կիր։ Ջավախյան բնության օրենքներին մեր բնակիչները քաջատեղյակ են։ Յուրաքանչյուր տարին առանձնանում է իրեն բնորոշ եղանակային պայմաններով։ Ինչքան էլ տարին անբարենպաստ լինի, միևնույն է, ջավախցին ամուր կապով է կապված հողին, ու նա երբեք չի թողնում հողը անմշակ։